Իրանի Բանդեր-Աբբաս նավահանգստում պատահած ողբերգական պայթյունը 2020-ի Բեյրութի նավահանգստում եղած պայթյունի հետ են համեմատում ականատեսները։ Այսօր սգո օր է Իրանում։ Այնքան մեծ է եղել ճնշման ալիքը իրանական նավահանգստում, որ այն զգացվել է մինչև 50 կիլոմետր շառավղով։ Շենքեր են փլուզվել։ Պաշտոնական վերջին տեղեկություններով հրդեհը հիմնականում մարել են, բայց որոշ հատվածներում կրակի փոքր օջախներ դեռ կան։ Իրանցիները ռուս գործընկերների հետ են փորձում պայքարել կրակի դեմ։ 40 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունից հետո գրեթե 1 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։ 1200 մարդ է վիրավորվել, գրեթե 190-ը դեռ պայքարում է ապրելու համար Իրանի հիվանդանոցներում։ Շատերը ձեռք, ոտք, աչք են կորցրել։ Տեղեկություն կա, թե ապրիլի 26-ին կրակը նավահանգստի Սինա բեռնարկղային հատվածում է բռնկվել մի քանի կոնտեյներներից, որոնք քիմիական վտանգավոր նյութերով են լցված եղել։ Ըստ իրանական լրատվամիջոցների նատրիումի պերկլորատով, նյութ, որը օգտագործվում է հրթիռային վառելիքի արտադրության մեջ։ Տեղեկություն կա, թե այն ներկրված է եղել Չինաստանից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նախքան Բաքու մեկնելը գնացել է ողբերգության վայր, կարգադրել, որքան հնարավոր է շուտ պարզել դեպքի բոլոր մանրամասները, որպեսզի մեղավորները պատժվեն։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է մանրամասնորեն հետաքննել, պարզելու պատահածը անփութություն է, թե դիվերսիա։ Իրանական լրատվամիջոցները հակված են վարկածին, թե աշխատակիցների անփութության պատճառով է պայթյուն եղել դյուրավառ նյութերի պահեստում։ Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի խոշորագույն բեռնափոխադրող հանգույցներից է։ Տարեկան գրեթե 80 միլիոն տոննա բեռ է մշակվում այնտեղ։ Նավահանգիստը ապահովում է երկրի կոնտեյներային փոխադրումների 85-ից 90%-ը։ Նավահանգստում այս պահին ներմուծման ու արտահանման գործընթացը դադարեցված է։ Սա մեծ հարված է Իրանի տնտեսությանը։ Չնայած այդ տարածքի նավթային ենթակառուցվածքները չեն վնասվել, բայց քանի դեռ փակ է նավահանգիստը, անհնար է արտահանել նավթամթերքը։ Վերջին 4 տարում աննախադեպ ծավալի 4 ողբերգական պայթյուն է եղել Իրանում։ Վերջինը 2024-ի հոկտեմբերին էր։ Իսվահանի նահանգում հրթիռների պահեստում էր խոշոր հրդեհ բռնկվել։ Տեխնիկական անսարքություններ պատճառը։ Գանե Մովսիսյան, Սմբատ Աստիկյան, Հայլուր։